Հաջանյան, բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ եկաք տաղավար։ Առաջին անգամ եք մեր եթերից, մեր տաղավարից ձեր խոսքը փոխանցելու։ Երկու մասից է բաղկացած լինելու մեր այսօրվա եթերը։ Առաջին մասում կներկայացնեք այն կեղտոտ արշավը, որ այսօրվա Հայաստանի իշխանություններն իրականացնում են հայ առաքելական եկեղեցու դեմ, մի թեմա, որի մասին դուք բարձրաձայնել եք միջազգային հարթակներում։ Խնդրեմ մանրամասն ներկայացնեք ինչի մասին է խոսքը եւ ինչպես եք բնորոշում եւ որն է իրական նպատակը, որ իրենք իրականացրել են եկեղեցու դեմ եւ շարունակում են ըստ էության իրականացնել։ Եվ արդեն մեր զրույցի երկրորդ հատվածում խոսենք ընտրություններից, առաջիկայում Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են, նախընտրական քարոզարշավի վերջին օրերն են։ Սկսենք եկեղեցուց, համեցեք։ Բարև ձեզ։ Եկեղեցի հաշվով, եթե որևէ մեկը մտածում է, որ ինչ որ այդ քարոզարշավը, որ սկսել էր ղեկավարությունը հիմիկվա մեր կաթողիկոսի դեմ, դա կաթողիկոսի դեմ է, ոչ, դա եկեղեցի դեմ է։ Այն ինչ որ փաստը նա է, որ Փաշազադեի ասելուց հետո է սկսվել նախ եւ առաջ այդ քարոզարշավը եւ Ալիևի հրամանով է կատարվում, հրամանով են ուզում կատարեն փոփոխությունները մեր կանոնների եկեղեցիի միջի, որը կանոնները 2000 տարվա կանոններ են։ Նրանք եկեղեցին է որոշում, եթե ինչ-որ մի փոփոխություն պետք է անել, բայց հիմնականում ոնց որ եղել է, այտենց էլ մնացել է նույն ձևով այդ փոփոխությունները շատ չեն լինում եւ հենց դրա համար է մեր եկեղեցին հիմա հարվածվում, որովհետեւ այդ կանոնները չեն ուզում մտցնեն։ Ինչ կանոններ են ուզում մտցնեն, կարելի է գուշակել ինչով, որովհետեւ այս պայքարը մեր եկեղեցի դեմ միայն Հայաստանում չի։ Այս պայքարը ամբողջ աշխարհով է։ Մենք տեսնում ենք Երուսաղեմում ինչա կատարվում, որ մեր մասը ուզում են փոքրացնեն, վերցնեն, մեր եկեղեցի վրա հարվածում են, մեր համայնքին են հարվածում այնտեղ Երուսաղեմում։ Թուրքիայում ինչ են անում։ Թուրքիայում մեր եկեղեցիներից մեկը սարքել են հումորի տուն, վաճառել են, որպես հումորի տուն են սարքել։ Մյուսը սարքել են որպես туриզմի ինչ որ հյուրանոցային այդպես կոմպլեքս սարքել են։ Փաստորեն նրանք երբ որ նրանք պարտադրում են մեր ղեկավարությանը, որ եկեղեցի կանոնները փոխվեն, դա նշանակում է, որ նույնն էլ պետք է լինի հայ առաքելական եկեղեցին Հայաստանում։ Քիչ-քիչ կստացվի հումորի տուն, քիչ-քիչ կստացվի փառատոնի տուն կամ ինչ որ այդ ձևի մի բան։ Դա են նրանք պարտադրում։ Դա ամբողջ աշխարհով է կատարվում։ Կաթողիկոսի հետ դա կապ չունի, դա կապ ունի մեր եկեղեցի, հենց մեր եկեղեցի դեմ հարվածների հետ։ Դա ենք մենք եւ մենք ԱՄՆ-ում, որտեղից որ ես գալիս եմ, ասեմ ներկայացնեմ ինձ, ես բնաբուժ եմ Լոս Անջելեսից եւ բայց քանի որ այս վիճակում է մեր եկեղեցին, մեր հայրենիքը հնարավոր չէր անտարբեր անցնել ու չհասկանալ ու չտեսնել թե ինչ է կատարվում եւ ես օրինակ մտածեցի որ շատ կարեւոր է որ Սփյուռքի ժողովուրդը Սփյուռքի համայնքներից մեր գան հավաքվեն գան որ Հայաստանի ժողովուրդը մենակ չզգա իրան, որ Հայաստանի եկեղեցին մենակ չզգա, հասկանան, որ նրանք էլ ունեն հասկացող մարդիկ, որոնք հասկանում են, որ եկեղեցին է հարվածվում, մեր ինքնության արմատներն են հարվածվում, այն ամեն ինչով, որ անում է մեր, ասենք թե ղեկավարությունը հրամաններով, որոնք գալիս են մեր թշնամի երկրներից, եթե հրամանը գար ուրիշ տեղից, կարելի էր քննարկել ինչ որ, բայց դա թշնամի երկրներն են, ինչքան էլ նրանք ուզում են խաղաղությունը պահպանեն, եթե նրանք ուզում էին խաղաղություն, Թուրքիայում ինչու էին հումորի տուն սարքում մեր եկեղեցին, չէ՞, դա ասենք թե նամանավանդ որ այդ բոլոր եկեղեցիները, որոնք ես թվարկեցի, նրանք հին եկեղեցիներ են, ՅՈՒՆԵՍԿՕ-ով պահպանված նույնիսկ այդ շենքերը բան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեջ են գրված, այսինքն ինքը որպես туриզմի եւ տեղեր կան, որ Թուրքիան
որպես туриզմի ինչ որ բանա թողնում, մի եկեղեցիներից մեկը թողնված է որպես туриզմի տեղ, գիտեն, որ դրանով փող կաշխատեն։ Այսինքն ինքը որպես եկեղեցի չի գործում։ Համայնքը հատուկ թույլտվություն պետք է վերցնի, որ այդ եկեղեցին կարողանա օգտագործի որպես եկեղեցի։ Դա չի նշանակում, որ եկեղեցին պահպանվել է, ճիշտ է թե չէ, որտեղ մենք մոսկ ունենք, ինքը պահպանված է եւ ինքը գործում է Հայաստանում որպես մոսկ։ Մենք չենք օգտագործում որպես տուրիստական կենտրոն միայն, այլ համայնքը կարող է օգտվի եւ հնարավորություն ունի, երբ որ նրանց տոներն են օրինակ, առանց թույլտվության դա օգտագործի։ Մեր եկեղեցի վրա այդ հարվածները ինչքան ուժեղ են եւ եթե մենք չմիանանք պայքարին եւ վերջնականապես իրական նպատակը որն է եւ որպես մենք հայ մարդ ինչ պետք է անենք մեր եկեղեցի պաշտպանելու համար։ Դե կենտրոններից ասում եմ Պաշազադեի հայտարարությունից սկսվեց այս ամեն ինչը, հա, հարվածները մեր եկեղեցի վրա, պարզ է արդեն որտեղից է կենտրոնը, որտեղից է գալիս, Թուրքիա, Ադրբեջան, դա այնտեղից է գալիս եւ մնացած ամեն ինչը Երուսաղեմում էլ սկսեցին այդ նույն ժամանակ եւ ինչ կարելի է անել, մենք որպես համայնք հավաքվեցինք եւ քանի որ օրինակ մեր սրբազանը այդ 10 տիրադավներից մեկն էր ինքը, որ ստորագրել էր կաթողիկոսի դեմ արշավի, ես կաթողիկոսի դեմ էր արշավը ձևակերպված, բայց ինքը իրականում եկեղեցի դեմն էր, դա որովհետև կանոնները կաթողիկոսի հետ կապ չունեն, կանոնները փոփոխելու համար կաթողիկոսը չի միայն որ այդ կանոնները պահպանում է, ամբողջ բորդն է, չէ, պահպանում, ամբողջ մենք ունենք ղեկավարություն եկեղեցիի մեջ, որը որ հոգևոր եւ ոչ հոգևոր մարդկանցից է կազմված, փաստորեն ամբողջ այդ եկեղեցիի դեմն էր արշավը եւ դա հնարավոր չէր չտեսնել, այն մարդիկ որ չեն տեսնում, ես չեմ հասկանում, գիպնոզի տակ են երևի որ չեն տեսնում, դա արվել էր եկեղեցի դեմ։ Մենք կանգնեցինք, ինչ արեցինք, ցույցեր կազմակերպեցինք սրբազանին եւ խնդրում ենք, որ սրբազանին ինչ էինք ուզում անեինք, ուզում էինք ժամ վերցնեինք, սրբազանին ցույց տանք։ Ինքը քանի որ գրվել էր այդ նրանց հայտարարության մեջ, որ ուզում են բարեփոխման, այո, բարեփոխում անել եկեղեցիի մեջ, ես շատ էի ուզում տեսնել, թե սրբազանը երբ որ տեսնի պղծված մասերը գրքի այդ մյուս կողմը, հա, երկրի մյուս հակառակ կողմը այդ գրքի, ուզում էինք գիրքը վերցնեինք եւ տանեինք ցույց տայինք սրբազանին, որ ինքը տեսնի, որ այդ մարդը ինչ ձևի բարեփոխություններ կարող է անել, այսինքն մենք արդեն պատկերացնում ենք ինչ բարեփոխումներ են սպասում մեր եկեղեցիին, եթե Աստված չտա, ինքը կարողանա նորից լինի ղեկավար։ Ու դրա համար կազմակերպեցինք, մեզ ոչ ոք ժամ չտվեց, բայց շատ լավ եղավ, որ եպիսկոպոսական ժողով նշանակվեց եւ եպիսկոպոսական ժողովի ժամանակ նա գնաց հանդիպեց ուրիշ եպիսկոպոսների հետ, երևի բացատրել են, երևի ինքը արդեն մի քիչ փոխված եւ հետ քաշվեց եւ ուրիշ թուղթ ստորագրեցին, որ նրանք կանգնած են եկեղեցի կողքը, որը որ նորից եմ նշում, դա կաթողիկոսի դեմ չէր այս արշավը, դա մեր եկեղեցի, ընդհանրական եկեղեցի, միայն Հայաստանում եկեղեցի չէր, դեմ չէր, դա ամբողջ աշխարհի մեր հայ առաքելական եկեղեցիի հենց դեմ էր։ Շատ լավ, եւ հիմա նախընտրական քարոզարշավի շրջանակներում ենք, վերջին օրերն են, ընտրություններ են սպասվում առաջիկայում Հայաստանում։ Նախնական զրույցում մենք իմացանք, որ դուք սննդի մասնագետ եք նաեւ, եւ այս մասով հետաքրքիր բան եք ասելու։ Մենք գիտենք, որ այսօր Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ հարաբերությունները այն վիճակի են հասցրել, որ գրեթե ամբողջությամբ սահմանափակվել է, այսպես ասենք, սանկցիաների տակ են հայտնվել մեր գյուղմթերքը եւ ոչ միայն այնտեղ ալկոհոլային խմիչքը, հանքային ջուրը, մի խոսքով ծանոթ եք այս իրողությանը, եւ հայ գյուղացին կանգնել է փաստացի մեծ աղետի առաջ։ Եվ դա այն է, որ այսօր տոննաներով ուղղակի գյուղմթերքը փտուն փչանում է Լարսի ճանապարհին մեկ
Այո, ուրեմն քանի որ ԱՄՆ-ում եմ ես ապրում եւ սննդով բուժում եմ, մենք ուրեմն տարբերությունը ինչ է Ամերիկայի ապրանքների 190-ից ավել տեսականի կա, որ Եվրոպայում չի ընդունվում։ Ես շատ եմ ուզում ժողովուրդը դա հասկանա, որ նույնիսկ ԱՄՆ-ում արտադրված մթերքի 190-ից ավել ապրանքներ կան, որ Եվրոպայում չեն ընդունվում, որովհետև Եվրոպայի պայմանները շատ ավելի բարձր են, կրիտերիաները շատ ավելի բարձր են, քան են ինչ որ ԱՄՆ-ն ունի, նույնիսկ ԱՄՆ-ն ունի։ Հիմա Հայաստանին վերցնենք։ Եթե նախ եւ առաջ, երբ որ դիվերսիֆիկացիան շատ լավ բան է ընդհանրապես, բացի Ռուսաստանից մենք պետք է առաջարկենք, դա անպայման պետք է ուրիշ շուկաները գտնել եւ ուրիշ շուկաներ ունենալ, դա շատ կարեւոր բան է, բայց ոչ թե մի շուկայից, որի հիմնականում մենք ուղարկում ենք Ռուսաստան, դրանից զրկվել ու հետո նոր ինչ-որ կոնտրակտներ անել, որը որ հիմա հնարավոր չի լինի անել եվրոպական եվրոպական միության որևէ մի խանութի հետ, ու ես ասեմ ինչու, որովհետև եվրոպական միությունը ունի շատ բարձր կրիտերիաներ։ Այդ բարձր կրիտերիաները, ու ես չեմ ասում, որ հայկական ապրանքը չի համապատասխանի այդ կրիտերիաներին, կարող է համապատասխանի, բայց համապատասխանացնելու համար, սերտիֆիկատները հանելու համար շատ երկար ժամանակ է պետք, տարիներ, դա մի օրվա լուծվող հարց չի, դա տարիների հարց է, որ դիմում ես, հետո ժամանակի ընթացքում գալիս են, հողն են ստուգում, այդ հողը ժամանակի ընթացքում ինչ փոփոխություններ է ունենում, այդ ամեն ինչը տարիներ է տևում եւ այդ սերտիֆիկացիան պետք է դու ունենաս, մինչեւ որ կկարողանաս կոնտրակտները անել որևէ մի ընկերության հետ։ Եվ այդ կոնտրակտներն էլ չի նշանակում, որ մեր ապրանքը կլինի, որովհետև մինչև հիմա նրանք ուրիշ ապրանք ուրիշ տեղից ստանում էին։ Ասեմ, Թուրքիան, քանի որ սուբսիդիաներ է տալիս իր գյուղացիներին, Թուրքիայում շատ ավելի էժան է նույն ապրանքը, օրինակ բերեմ, մեր մեծ խանութներում ամերիկյան հայկական ապրանք չկա, կա թուրքական ապրանք, եւ եթե ծիրանը, որը որ օրգանիկ է կոչվում, ինքը մաքուր բիո, ասենք ծիրանը, ինքը վաճառվում է Թուրքիայի ծիրանը, ինքը չի վաճառվում հայկական ծիրանը։ Նախ ծավալներն են տարբեր, հասցնելն է ավելի թանկ, քանի որ Թուրքիան ծովային բան ունի, հնարավորություն ծովով տանել բերել, մենք չունենք, մեզ համար շատ ավելի թանկ է դա նստում, ու մինչև ինքը ԱՄՆ հասնի, բացի հայկական խանութներից, բացի մեր նման մարդկանցից, որ կյանքում, ասենք, թուրքական ապրանքը չեն առնի, բացի այն մարդկանցից, որոնց սիրտը ցավում է հայկականի համար, նույնիսկ եթե թանկ է լինում, գնում ենք առնում ենք, որովհետև հայկական է, որ ուզում ենք մեր հայրենիքին օգնել, բացի մեզանից ոչ ոք հետաքրքրված չի լինի այդ ապրանքով։ Դա է տարբերությունը, դա է հենց իրականությունը այսօրվա մեր ինչ որ կատարվում է, իսկ Եվրոպայի հետ ասում եմ, դա վաղուց պետք է սկսեր, եթե ինքը ուզում էր, եթե այսօրվա իշխանությունը ուզում էր այդ ապրանքները տաներ Եվրոպա, պետք է քանի տարի առաջ սկսել էին այդ սերտիֆիկատների, ասենք, եւ արդեն պետք է կոնտրակտներ ունենային, որ հետո հրաժարվեին Ռուսաստանից, ու ոչ թե մի երկու հատ կոնտրակտ, այլ ամբողջ ինչ որ գնում է Ռուսաստան, ամբողջ այդ ծավալի համապատասխան կոնտրակտները պետք է ունենային, որովհետև եթե հիմա չունենք մենք կոնտրակտները, ինչա կատարվելու։ Ռուսաստան չենք կարող տանել, այդ ամբողջ ապրանքը փտում է, մարդիկ վարկ են չէ վերցրել, որ կարողանան տնկեն, կարողանան աճացնեն այդ բանջարեղենը, դա մթերքները, մրգերը։ Հիմա այդ ամեն ինչը փտելու է, նրանք չեն ստանալու, վարկերը չեն կարողանալու վճարեն, չնայած ասում են, որ այդ վարկերի կոմպենսացիան կտան, ոնց որ ամեն ինչի կոմպենսացիան տվեցին, նույն ձևով էլ դրա կոմպենսացիան կտան, վերջում ինչ է լինելու, գյուղացին չի կարողանալու ապրի իր գյուղում, էժանով վաճառելու է ինչ որ մեկին, հետո այդ ինչ որ մեկը կվաճառի թուրքին, եւ ինչ կլինի առանց պատերազմի զավթել, դա կլինի ուրիշ զավթել, ուրիշ ձևերի զավթել կա, պարտադիր չի զենքով, ու դրա համար էլ հենց Ալիևը ասում է, որ ես առանց
տանկերի եմ մտնելու Երևան, չէ՞, փաստորեն ինքը դրա համար է այտենց ասում, որտեվ եթե գյուղացին չլինի, հետո քիչ-քիչ քաղաքացին էլ է դուրս գալու, որովհետև այն քաղաքացին, որ բիզնես էր անում, այդ ասենք գյուղմթերքը, նա էր կոնտրակտներ անում, նա էր դասավորում, նա էր տանում Ռուսաստան եւ այդ շուկայից մենք զրկվել ենք, այդ շուկան այլևս չկա, այդ գյուղացին մնում է առանց փողի, առանց տան, առանց եւ էլ չեմ ասում էներգիայի տարբերություն, էներգիայի հաշվով ասեմ, Իտալիայում մենք իտալական կաթսաներ եմ առել միշտ Ամերիկայում, օրինակ բան էին, կավից արտակարգ կաթսաներ էին, երբ որ Nord Stream pipe-ը բանը պայթացրեցին, հա, Ռուսաստանի էժան գազը այլևս չկարողացավ ապահովել Եվրոպան։ 300 տարվա ուրեմն ընկերությունը, որը որ այդ կաթսաներն էր սարքում, կոչվում է De Silva, արտակարգ բաներ էին դրանք հիմա չկան, գոյություն չունի, իսկի կայքը չկա։ 300 տարուց այդ մարդիկ կարողացել են գոյատև են, կարողացել են ամբողջ աշխարհը ոնց որ ուրախացնեն իրենց ապրանքով եւ որակով եւ լավ ապրանքով։ Հիմա գոյություն չունի, որովհետեւ այդ էժան գազը պետքա որ կավը վառեն, չէ, էլեմենտար բաներ եմ ես ասում, բայց էժան գազը եթե չլինի, մեր ապրանքը այսօր գյուղ մթերքը արդեն էժան չի ավելի քան օրինակ թուրքականը եւ ուրիշ վտանգ կա երբ որ մեր ապրանքը արդեն չեն արտադրելու մեր գյուղացիները քանի որ հնարավորությունը չեն ունենա այս վարկերը չեն կարողացել փակել մյուս տարի ինչ փողով են ցանելու արդեն գումար չունեն որ ցանեն պարատանյութի համար գումար չունեն որ ցանեն ինչ կլինի թուրքական էժան ապրանքը կմտնի եւ թուրքական էժան ապրանքով ժողովուրդը կսնվի ինչեւ որ այդ եղած ժողովուրդն էլ դուրս կգա գնչուների նման պետք է ամբողջ աշխարհով փաստորեն պատտվենք որովհետեւ մենք մեր երկիրը չկարողացանք պահեինք իսկ մեր երկիրը պահելու ձևը դա ամսի 7-ին գնալ ընտրությունների է, որը որ ես հորդորում եմ բոլորին, ովքեր որ Սփյուռքից են լսում, ձեր բարեկամներին, ձեր ծանոթներին զանգեք, նրանց հետ խոսացեք, այս խաբեբայությունները, որ հիմիկվա իշխանությունները, որ ասում են, մի բան ասում են, մյուս օրը պարզվում է, որ խաբեբայություններ, նորից են մի բան ասում, նորից է պարզվում, որ խաբեբայություն է, դրանք շատ կարևոր բաներ են, էլ չեմ ասում, որ 300,000 ադրբեջանցի են ուզում բերեն ըստեղ, որը որ մարդիկ, որ չեն հավատում, Ալիևը քանի անգամ է ասել, բացի Ալիևից, Ալեն Սիմոնյանն ու Արսեն Թորոսյանն են ասել ու նայեք տեսեք ովքեր են ես Արսեն Թորոսյանին շատ վաղուց եմ ճանաչում երբ որ դեր Գարդասիլի հարցերը կային երբ որ էլի Ամերիկայից հաղորդումներ էինք անում որ այդ Գարդասիլի մասին եւ ինքը շատ ինքը հոդվածները տալիս է ասում էի նայի այդ հոդվածները ասա ինչ էր քո գործը չի դու ստեղ չես ապրում բայց ես բարեկամ ունեմ ես ծանոթ ունեմ ես մոտ մարդիկ ունեմ որ ես իմ սիրտը ցավում է այն ամեն ինչի համար որ ինչ որ կատարվում է Սփյուռքը չի կարող անտարբեր մնալ որովհետև մենք հայ ենք մենք էլ ենք հայ եւ այդ ատելությունը որ կա որևէ ուրիշ հայի նկատմամբ դա անընդունելի է ես էլ եմ Հայաստանում ծնվել ես էլ եմ ինձ հաշվում Հայաստանի ծնված եւ հայաստանցի եմ ինչու ես պետք է չմտածեմ նամանավանդ որ ես ստեղել եմ աշխատում ստեղել բաներ կան որ անում ենք չի նշանակում որ մենք դուրսն ենք ու ոչ մի բանով չպետք է մենք մեր ներդրումը ունենք աշխատանքի մշակույթի ամեն ինչի մեջ էլ կա ներդրումը ինչու մենք չպետք է մասնակցենք որ մարդկանց ես ուրիշ բան չեմ ասում եմ խաբեբայությունը որ խաբել են ուղակի զանգեք ասեք ըստեղ էս են ասել իրականում սա է եղել այդ խաբեբայությունը մարդկանց աչքերի մեջ մցրեք որ նրանք կարողանան տեսնեն որ խաբեբայություն է եղել ուրիշ բան չենք ասում գնալ ընտրության մերժել այո մերժել այս ուժերի
Եվ մարդիկ ասում են, որ չի հնարավորություն չկա, շատ հուսահատված են, ընտրություններով ոչինչ չի փոխվում, ժողովուրդ ջան, պատմության մեջ հիմա նորա Վրաստանը եղել, չէ՞։ Նոր է եղել, մեր աչքերի դեմն է եղել։ Սաակաշվիլին չէր էլի դրածո, էլի բան, բայց ժողովուրդը կարողացավ անել այն ինչ որ եւ ես դա եմ հորդորում։ Նույնը եկեղեցի հաշվով, եթե ձեր ղեկավարը կանոններն է ուզում փոխի, որը որ գնում է հակա աստվածային, հակա մեր եկեղեցական ինչ որ բան են անում, համայնքը ինչ պետք է լինի։ Համայնքն է, դա ծառայող են, չէ, եկեղեցականները ծառայող են, նրանք ծառայում են մեր համայնքին, մեր համայնքը պետք է հավաքվի եւ ասի, որ ոչ, մենք թույլ չենք տա մեր եկեղեցիում հակա սահմանային ինչ որ այնտեղ սահմանադրության եւ մոռացա ասեմ, սահմանադրությունն են, չի ասում, որ փոխեն, հիմա եթե մեր թշնամին է ասում սահմանադրություն փոխվի, պարզ չի, որ այդ սահմանադրության մեջ մեծ թշնամական բաներ պետք է գրանցվեն եւ փոխվեն եւ հենց դա մենք թույլ չպետք է տանք։ Հիմա ոնց որ համայնքները հավաքվում են, այսօր համայնքը պետք է հավաքվի ամսի 7-ին ու գնա եւ իր ձայնը տա։ Վրաստանը օրինակ, Գյումրին էլ օրինակ, որ ձայնը, մարդկանց ձայնը անցնում է եւ ինչքան էլ կեղծիքներ անեն, բայց հնարավոր չի, որ ավել անեն, քան եթե շատ քանակով մարդիկ գնան, ինչքան շատ մարդ գնա, այդքան այդ մարդու արդեն քվեարկության ձայնը կլինի մեջտեղը եւ իր ձայնը չեն կարողանալու կեղծել։ Դա է հասարակ ֆորմուլա է։ Այո, շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։